Բարի երեկո, Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ, արձանագրում է Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը։ Զեկույցում կառույցն օրինակ է բերում Ադրբեջանի պահանջը փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը, հեռացնելու հողումը, որը ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ։ Հետախուզական ծառայությունը մասնավորապես նկատում է, որ ամերիկյան կողմին հաջողվել է հասնել խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնության։ Վաշինգտոնի գնահատմամբ այս զարգացումները նշանակալի շրջադարձ են հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեղադրել է Փաշինյանին եկեղեցու թեման քաղաքականացնելու մեջ։ ԿԿԲ գործակալների մասին հայտարարություններից հետո ԿԿԲ-ի գործակալների հիշատակում արվել է նախ եւ առաջ արևմտամետ շրջանակների համակրանքը շահելու նպատակով, հայտարարել է Մարիա Զախարովան։ Դրանք ուղղված են արևմտյան մարդկանց շրջանում ժողովրդականություն ձեռք բերելուն։ Նա կարծում է, որ նման հայտարարությունները հանգեցնում են հասարակության պառակտմանը եւ շեղում են ուշադրությունը իրական խնդիրների լուծումից։ Կրոնական հարցերի քաղաքականացումը կարող է հանգեցնել հասարակության մեջ վտանգավոր պառակտման եւ ավանդույթների ոչնչացման, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Հիշեցնենք, Փաշինյանը Եվրախորհրդում հայտարարել էր, որ որոշ հայ հոգեվորականներ, որոնք կապված են խորհրդային հետախուզական ծառայությունների հետ, գործում են երրորդ երկրների շահերից ելնելով եւ որ կարող են սպառնալ Հայաստանի անկախությանը։ Ադրբեջանական կողմը վերաբնակեցրել է օկուպացված Խնածաղ գյուղը եւ տարածել գյուղի ադրբեջանցիների վերադարձը փաստող լուսանկարներ։ Դեռ 2025 թվականի հուլիսին ոչնչացրել է գյուղի հայրենական պատերազմի եւ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները։ Ոչ միայն ոչնչացվել է հուշարձանը, այլ նաեւ կատարվել են զգալի հողային աշխատանքներ, ինչն ակնհայտ երևում է, երբ համեմատվում են հուշարձանի արբանյակային լուսանկարները։ Ոչնչացված հուշարձանի տեղում ադրբեջանցիները կանգնեցրել են գյուղի հնարած ադրբեջանական անվան ցուցանակ։ Հուշարձանի ոչնչացումը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդունված մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագիրը արգելում է ժառանգության դիտավորյալ ոչնչացումը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը։ Թրամփը հետաքրքրվել է, թե ինչ կլինի, եթե Իրանում մահաբեկչական պետության մնացորդները ոչնչացվեն եւ առաջարկել է Հորմուզի նեղուցի պատասխանատվությունը տեղափոխել այլ երկրների վրա։ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը հարվածի ԱՄՆ դաշնակիցներին, Ամերիկայի Միացյալ Նահանգները կպատասխանի շատ ուժեղ ռազմական հարվածով։ Նա նաեւ փաստացի սպառնացել է Իրանի էներգետիկ եւ ռազմական օբյեկտներին շարունակական հարվածներով։ Նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն հարվածներ է հասցրել Իրանի կարևոր օբյեկտներին։ Թրամփը ասել է, որ կարող են լինել նոր հարձակումներ։ Քննարկվում է նաև ամերիկյան զորքերի տեղակայումը Իրանի սահմանների մոտ, իրավիճակը վերահսկելու համար։ Թրամփը հայտարարել է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է հարվածել այնպես, որ գործնականում անհնար դառնա Իրանի վերակառուցումը որպես պետություն։ Այսպիսով, Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունները փաստացի անցել են բաց ռազմական հակամարտության փուլ։ Թրամփի հայտարարությունները դարձել են առավել կոշտ եւ ուղիղ սպառնալիքային։ Եվ վերջում օրվա կադրեր, հետադարձ հայացք գոյամարտի հետ։ 1988-ից 2023 թվականներին Արցախյան գոյամարտի 35-ամյա պատմության ընթացքում տեղի ունեցած ռազմական խոշոր դիմակայություններում հայ զինվորը պատերազմեց ոչ միայն ադրբեջանական բանակի, այլև նրա շարքերը համալրած հազարավոր օտարերկրյա վարձկանների դեմ։ Վարձկանների առաջին խմբականակը Հյուսիսային Կիպրոսից Ադրբեջան տեղափոխվեց 1990-ականների սկզբներին Թուրքիայի միջնորդությամբ։ Վարձկանների շարքում էին ինչպես Աֆղանստանից ու Մերձավոր Արևելքից, այնպես էլ նախկին խորհրդային տարածքներից հավաքագրված գրոհայիններ։ Ներկայացնում ենք Արցախյան առաջին պատերազմի մասնակից չեչեն նախկին գրոհայինի հիշողություններից մի հատված։
Մենք թալիշներն ու մյուս կովկասցիները կռվում էինք մեկ այլ ժողովրդի դեմ, երբ թուրքերը փախչում ու չէին մասնակցում կռիվներին։ Հայերը ուժեղ ու համարձակ մարտիկներ են, ոչ ռուսների եւ ազերիների նման։ Հիշում եմ, լեզգինները նրանց անվանում էին ազեր ոչխարներ, ստախոսության եւ վախկոտության համար։ Ես վստահ եմ, որ այն ժամանակ մենք սխալ ընտրություն կատարեցինք։ Կովկասցին չպետք է կռվի կովկասցու դեմ, անկախ դավանած կրոնից։ Հայերը չէին թալանում, այնինչ թուրքերը կռվում էին միայն դրա համար։ Հայերը կռվում էին խիզախորեն եւ հուշկու, այնինչ ազերիները վախենում էին նրանց դեմ մերձամարտի ելնել եւ օրերով սպասում էին օդուժի հարվածներին։ Ղարաբաղից հետո լիովին փոխվեց բոլորիս վերաբերմունքը ոչ միայն հայերի, այլ նաեւ թուրք ազերիների նկատմամբ։ Հիշում է Չեչեն գրոհայինը։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդ օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։